մեկ հարցի մասին, որ այս շաբաթ Գերագույն Ատյանի մոտ տատ էր բաց էին արել Թենեսի նահանգում պատահել էր, որ այնտեղ ասեն էին, որ պատանիները, տատա այս հարցի վրա էր, պատանիները չեն կարող տեղեր ընդունեն, որպեսզի իրենց puberty, այսպես իրենց ուշացնեն այն ինչ որ սեռական հասունացումը ուշացնում են եւ այդպես ասած Թենեսի նահանգը իհարկե հաստատել էր դատարանը Թենեսիում հաստատել էր որ չի կարելի Թենեսի նահանգը ավել պահպանողական նահանգ է որ պատանիները իրավունք չունեն այդպես տեղերով եթե տղա են պետք է մնան տղա աղջիկ է մնա աղջիկ այդպես չպիտի մխրճվեն այս հարցի մեջ եւ Գերագույն Ատյանը հաստատեց այդ ես հիմա ուզում եմ խոսել ինչ է կատարվում երեք շաբաթ մեր ժամով մոտավորապես ժամը 5-ին ռմբակոծում տեղի տվեցին ամերիկյան B2 այս օդանավների միջոցով որ 3 տարածք ռմբակոծեն են մեկը Ֆերդոն ինչ որ ամենամեծ կենտրոնն է քիչ հետո պետք է այդ մասին ավել մանրամասն նաև խոսեմ նախապես ասացի հիմա էլ խոսեմ եւ հետո Իսֆահանում ռմբակոծեն են եւ Նաթանզ ինչ որ Իսրայելը այդ ատոմակայան այնտեղ գոյություն ունի բայց շատ խորք չի Ֆերդոն ամենախորքում գտնվող այդ ատոմակայանն է 3 կենտրոնները նախագահ Թրամփի հրամանով ռմբակոծել էին պատերազմը խիստ 10-րդ օրն է որ Իսրայելը արձակվել է Իրանի վրա եւ massամբ ամեն ինչը հողի հետ հավասարում է այդտեղ եւ այստեղ տեսնում եք Իսրայելի դրոշակը Իրանի եւ ամերիկան հիմա նաեւ նախագահ Թրամփը երբ 2003 թվին նախագահ Թրամփը այն ժամանակ մեկ բիլիոնատեր էր բիզնեսի տեր էր միշտ ասում էր որ ամերիկան չպիտի մխրճվի ուրիշների հարցի մեջ այդ ժամանակն էր որ նախագահ Բուշ զավակը ուզում էր Իրաքի վրա հարձակվեին եւ ինքը այդ բերումով հակառակն էր արտահայտվում Թրամփը ինքը քաղաքական դաշտի մեջ չէր այլ բիզնեսմեն էր մեծարուստ էր ճանաչված անձնավորություն էր եւ ասում էր այդ ժամանակ որ մենք մեր երեխաներին մեր զինվորներին արյունը եւ մեր բիլիոնավոր դոլարներ գումարները չպիտի տանենք ուրիշ երկրի համար կամ երկրում ծախսել որովհետև նպատակ ունենք ինչպես այդ ժամանակ ուզում էին Ջորջ Բուշ զավակը եւ Դիկ Չեյնի որ իր փոխնախագահն էր այս հարցը բարձրացրին այդ ժամանակ որ Իրաքը Սադամ Հուսեյնը ունի միջուկային ատոմական ռումբ ունի քանի որ 4440 ամերիկացիներ մահացան 100,000 ավել Իրաքում մարդիկ մահացան վիրավորվեցին եւ այսպես բանից դուրս եկա որ Իրաքը ոչինչ էլ չուներ հիմա այդ հարցն է որ նախագահը Ուկրաինայում է ասած դա մեր պատերազմը չի մենք չենք ուզում այսքան բիլիոնավոր դոլար 100 բիլիոնից ավել ամերիկան գումար է ծախսել այնտեղ Ուկրաինայում ինքը վերջնական ասեց դա մեր պատերազմը չի թող Ուկրաինան Ռուսաստանը իրենց հարցը լուծեն Եվրամիությունն էլ եթե ցանկություն ունի նրանք թող օգնեն որովհետև Ուկրաինան Եվրոպայում է այսպես հետ քաշվեց նախագահը իսկ հիմա Իսրայելի ճնշման տակ թվում է թեև իր նաև աշխատակազմի մեջ ոմանք դեմ են սրան, որ քիչ հետո ծեզ պիտի Թուլսի Գաբերդին ցույց տամ, իհարկե դրա մասին քիչ հետո խոսեմ, որ տեսնեք ինչպես էր մտածում եւ հիմա ճնշումի տակ նաեւ ինչ է ասում։ Ես ուզում եմ ցույց տալ Իրանի հնարավորությունները կամ որտեղ ատոմակայան կա, հիմա նկարներով ծեզ ցուցադրեմ, այստեղ տեսնում եք Իրանը ունի ատոմակայան ունի տեսնում եք ահա այստեղ գրված է
nuclear facility, ուրեմն ատոմակայաններ կա, այսպես տեսնում եք, նկարը տեսեք, այնտեղ, այստեղ Ֆերդո ամենակարևորը որ Թեհրանի մոտ է, Իսֆահանի մոտ կա, Նաթանզ այստեղ կա, տարբեր տեղերում տեսնում եք հարավան կա, հետո նաև կենտրոններ ուրիշ սարքավորումներ կա, որ այստեղ տեսնում եք major military facilities, ուրեմն խոշոր զինվորատներ, այս թանկին նշանով տեսնում եք, իսկ կապույտով ինչ որ տեսնում եք, սա հյուսիսում եւ նաեւ հարավում կա, եւ կանաչով ինչ որ տեսնում եք զինվորական խարիսներն են, ուրեմն այսպես բեյսերն են, կանաչով բեյսերն են, կապույտով ծովային ուժի զորանոցներն են, այսպես տեսնում եք, ատոմակայաններն եք տեսնում եւ այլն այսպես է, անցնում ենք առաջ հիմա, այստեղ հետաքրքիր է, որ սրանից մոտարապես 20 տարի առաջ Նեթանյահուն ՄԱԿ-ի ընդհանուր ժողովում ասում էր Իրանը արդեն ուրանիումը հասցրել է 90%-ի, այսինքն ռումբ 90% եթե հասցնեք, ատոմական ռումբ կարող եք պատրաստել։ Այաթոլլահ Խամենեին, որ այն ժամանակ ղեկավարն էր նաև, հիմա էլ ղեկավարն է երկրի, ասել էր, որ իրենք հրամաններ իրենք, կրոնական ֆաթվա ասում էին իրենք, որ դա ատոմական ռումբ ունենալը հարամ է, այսպես էր այն ժամանակ ասել, բայց Նեթանյահուն այսպես էր ասում, արդեն ունի եւ պետք է արձակվել եւ մաքրել կամ ջնջել։ Առիթը չեղավ իրեն, որովհետեւ մյուս նախագահները այդ տարից հետո Բուշը, հետո նաեւ Օբաման, նորից հենց ինքը նախագահ Թրամփը, դրանք ոչ մեկը այդ ժամանակ ուշադրություն այս հարցին չդարձրին, թեև Իրանը այդ ժամանակ ուրանիում այդքան չէր հարստացրել, անգամ հիմա այդքան հարստացրած չի այս ուրանիումը ինչ որ ունի։ Հիմա անցնում ենք առաջ, որտեղ են կենտրոնները, այս Ֆերդո, ինչ որ քիչ ասացի ձեզ, այս Սարալանջի մեջ է, Ղոմ քաղաքը, որ կրոնական քաղաքն է Իրանի, Թեհրանից ներքև, այսինքն հարավում Թեհրանի, այս սարերի մեջ պատրաստեր են կենտրոն, նախատեսում են երևի իրենք, որ այդ հարձակումներ պիտի լինի եւ այստեղ սա Ֆերդո, տեսնում եք գրված է Թեհրանի եւ Ղոմի միջև այդ աշխատանքը կատարվել է։ Իհարկե Նաթանզում նաեւ ունեին, բայց այսպես խորք չէր։ Հիմա Իսրայելը արդեն Նաթանզը ինչ որ ատոմական աշխատանք, ատոմի վրա աշխատանք է կատարվել, վերացրել է, վնաս է հասցրել։ Այստեղ ուրեմն թաքնված է 4 կենտրոններից կարողանում էին մտնել ներս կամ հիմա մտնում են ներս։ Այստեղ տեղադրված է air conditioning-ի սիստեմն է, այս սպիտակը ինչ որ տեսնում եք, որ դրսից օդ կարողանա մտցնի սարի տակ։ Հիմա անցնում ենք առաջ, ես ուզում եմ ռումբի կարողությունը ձեզ ցույց տալ։ Սովորական ռումբը Ամերիկայի ունի, որ ուրիշ երկրներ նաև ունեն, այստեղ տեսնում եք 6-ից 10 ֆիտ հողի մեջ ծակում մտնում է այդպես, պատկերացրեք մոտարապես 2 մետրից 4 մետր ռումբ կա, այնտեղ տեսնում եք BLU 109։ Իսրայելը ռումբ ունի, որ այստեղ տեսնում եք մինչև 20 ֆիտ, այսինքն 6 մետր կարողանում է գնա խորք եւ վերացնի ամեն ինչ։ Այս ռումբներ ինչ որ Հասան Նասրոլլահ օգտվեց նրա դեմ եւ երբ ժողով էին կազմակերպել Հեզբոլլահի ղեկավարները, այս տեսակ ռումբով հարվածեց եւ բոլորին սպանեց, որովհետեւ նրանք մի քանի հարկ 20 ֆիտ մոտավորապես մի տարածք է, պատկերացրեք 2 հարկի չափ ներքև, հեշտությամբ կարողացավ սպանի։ Իսկ Ամերիկան է միայն, որ այս B
երկու տեսակի օթանավով կարողանում է այս ռումբը կրի։ Այս ռումբը 13600 կիլո կամ 30000 pound, պատկերացրեք, 30000 pound, նորմալ մարդը կշիռը, միջին մարդը, պատկերացրեք 200 pound էլ չի, սա այդ ռումբը ինչ որ ուզում են գցեն 30000 pound կամ 13600 կիլո եւ կարողություն ունի, միայն Ամերիկան ունի, ոչ ոք ուրիշ չունի, կարողություն ունի, որ գնա մինչև 200 ֆիտ, 60 մետր ներքև, իսկ Իրանը ինչ պատրաստել է խորքում 80-ից 90 մետր խորքում է պատրաստել, այսպես տեսնում եք, մինչև 300 ֆիտ ավել խորք է։ Հիմա այս ռումբն է, տեսեք, որ գնում է ներքև եւ սովորական, եթե 15-ից 15 տոննա է լինում, այսպես տեսնում եք, Իսրայելը չի կարող այդ տեսակ ռումբ չունի, որ այդպես խորքը կարողանա ռմբակոծի, միայն Ամերիկան ունի, ինչ որ ձեզ ասացի այս ռումբը, նախագահ Թրամփը շատ տարօրինակ արտահայտություններ է անում, որ ոմանք մտահոգ են, եւ այդ արտահայտություններից սա է, որ ասում են մենք լրիվ Իրանի երկիրը մեր տիրապետության տակ է, կամ մենք կոնտրոլ ունենք Իրանի երկրին, ոմանք հարցրին, որ Իսրայելն է պատերազմում եւ այդ աշխատանքը արել է, թե Ամերիկան է անում, այսինքն մի ձև է խոսում, որ նրանք որ քննադատում են, իհարկե որ ճիշտ Իսրայելը հենց Ամերիկան է, ինչ որ այդ աշխատանքը կատարում է, ուրեմն այսպես արտահայտություններ են անում, իսկ Իրանի արտգործ նախարարը ասել է այս ճնշումի տակ չեն կարող Ամերիկայի հետ բանակցել, իհարկե նախագահն էլ այդպես ասում է, պետք է լրիվ այդ ատոմակայանը վերանա, այսպես արտահայտվել է, եւ Բաս Արաղչի, որը արտգործ նախարարն է, տարբեր եվրոպական երկրների հետ է հանդիպում, ինքը ասում է եվրոպացիներին չպիտի լսի նախագահը եւ միայն ինքն է, որ կորոշի ինչ պիտի կատարվի։ Ես հիմա այստեղ ուզում եմ ցույց տալ, նախագահին եք տեսնում, որտեղ եւ տարածքն եք տեսնում, նորից սպիտակով տեսնում եք այնտեղ է, որ սարքավորումներն air conditioning-ի եւ եթե այս ռումբը օգտվեն, երևի մի քանի անգամ նույն կետը պիտի հարցակվեն։ Նախագահը մենակ խորհրդակցում է 5 հոգու հետ Vice President, տեսնում եք Վանսը փոխնախագահի հետ, արտգործ նախարարի հետ, աշխատակազմի ղեկավարի հետ, իրեն խորհրդատուներից մեկի հետ, որ այս immigration-ի հարցով բոլորը սա է, որ ծրագրերն ինչ որ գնում են, ձերբակալում են երկրից վտարելու օրինականներին, եւ իր խորհրդատուներից սա Իրանի հետ բանակցում էր, որ այս հարցով 6 անգամ բանակցություն է ունեցել տարբեր ամմանում եւ ուրիշ տարածքներում եւ իսկ բացակայում է այստեղ երկու հոգի հետախուզության ղեկավարը տեսնում եք Gabbard Tulsi Gabbard-ը դուրս են թողել իրեն, ու հետո քիչ հետո պիտի բացատրեմ ինչու այս կնոջը, որ շատ հայամետ կին է, իհարկե, դուրս են թողել, քանի որ հետախուզության ղեկավարն է, այստեղ տեսնում եք մարտի 26-ին արտահայտություններ էր կատարել, եւ այստեղ տեսնում եք ինքը ասել էր, որ Իրանը ատոմական ռումբ չունի, նախագահը ասում է ես կարևոր չի իմ համար իրենք շատ մոտիկ են որ ատոմական ռումբ ունենան։ Այստեղ Արաղչի եք տեսնում արտգործ նախարարը Իրանի, որ հիմա հետ է վերադառնում իհարկե Իրան, գնացել է արդեն, ասում եմ մենք ինչպես կարող ենք հավատանք բանակցությանը, երբ որ ռմբակոծում են Իրանի արտգործ նախարարն է ինչ որ ասում է։ Իրանը հարձակում է Իսրայելն եք տեսնում, Իսրայելի վրա նաև, բայց Ամերիկան 5 բիլիոնով գմբեթ է պատրաստել Իսրայելի վրա, որ շատ քիչ հրթիռ կարողանում է ներս մտնի Իսրայելի տարածքը։
դրանով հանդերձ ներս է մտել 25 հոգի մինչև հիմա Իսրայելում մահացել են, իհարկե 700-ից ավել Իրանում, առնվազն 700-ից ավել մահացել են Իրանում, եւ տեսնում եք ասում է հիմա իմաստ չունի խոսելը, հետո երբեմն ասում է ուզում է բանակցի, հետո նախագահ ասում է եթե մեկը հաղթում է, ինչ իմաստ ունի, քան մեկը որ հաղթվում է, այսինքն բանակցությունը անիմաստ է համարում, որովհետև Իսրայելը հաղթում է։ Բայց ասել է որ չի կարող ատոմական կամ միջուկային ռումբ ունենա Իրանը, ասել է նախագահ Թրամփը։ Իրան-Իսրայել պատերազմում թվում է, որ այսպես է վիճակը, Իսրայելում 1030 հոգի, 25 հոգի սպանվել են, մնացած սրանք վիրավորները, ընդհանուր վնասվողները 1030 են։ Իրանում առնվազն 724 հոգի մահացել են եւ վնասվողները, մնացած տեսնում եք ընդհանուր մահացած եւ վիրավորողները 3268 հոգի են։ Իսկ սա մինչև 8 օր, այսօր 10-րդ օրն է, բայց եւ այնպես ամենաութերորդ օրվա ավարտին, որ մանրամասն գիտենք, այսպես է, որ 285 Իրանում աշխարհականներ են մահացել, զինվորականները Իրանի 187 հոգի է մահացել, 239 դեռ չեն կարողացել հստակացնել ով է, բայց մեծամասնությունը աշխարհական մարդիկ են ինչ որ մահացել են Իրանում, այսպես տեսնում եք։ Սա երկու տեսակի ռազմօթանավն է, որ միայն այս ռազմօթանավը կարող է 30,000 pound կամ 13600 կիլո ռումբ տանի եւ վայր գցի Իրանի վրա։ Իսրայելը ինքը վիդեոներ է պատրաստել, պարսկերենով գրում է վրան, որ ինչ է տեղի ունենում Իրանում եւ ասացի լրիվ երկինքը իր տիրապետության տակ է, Իսրայելը կոնտրոլն ունի Իրանի լրիվ տարածքի կոնտրոլ ունի, իհարկե օդի միջից։ Սովորաբար դժվար է լինում վերջին ժամանակ նաև նոր սպայակույտի ղեկավարին նշանակել Իրանը, այս երրորդ հոգին է, նրան էլ սպանել է Իսրայելը, գնում են, որովհետև ազատ ուր որ ուզում են գնում են, սպանում է Իրանի զինվորական ղեկավարներին, տարբեր քաղաքներ ռմբակոծում է, հարավից հյուսիս, որտեղ որ ցանկություն է, այսպես տեսնում եք Իսրայելը պատրաստել է, որ ասում է մարդիկ դուրս են եկել կառավարության դեմ, սրանք բոլորը Իսրայելի վիդեոներն ինչ որ պատրաստված է խրախուսելով, որ ժողովուրդ դուրս գա կառավարության դեմ եւ տապալեն ռեժիմը։ Այաթոլլահ Խամենեին 3 հոգու նշանակել է, որովհետեւ նախագահ Թրամփը Իսրայելին ասել էր իրեն մի սպանեք։ Իսրայելը ասում է մենք գիտենք ուր է թաքնված, կարող ենք սպանել։ Բայց Թրամփը ասել էր մի իրեն չսպանեն, նախապես իհարկե ասել էր իրեն չսպանեն, որովհետև կարծում էր կարող է բանակցեն իրեն հետ։ Ամենայն դեպս Այաթոլլահ Խամենեին ասել է 3 հոգու նշանակել է, որ եթե ինքը մահանա, ով լինի հետո ով իրեն տղան, որ նաև նա կղերական է, այսպես կրոնական անձնավորություն է, իր տղային թվում է չի դրել որպես իրեն փոխարինող։ 3 տարբեր ուրիշ կղերականներ են ինչ որ որոշել է, բայց անունները չի բացահայտել, բայց նախապես բոլորը սպասում են, որ իրենից հետո Այաթոլլահ Խամենեին իր տղային տնի, որպես շարունակի, ինչպես թագավորական համակարգի մեջ է, բայց հիմա ինքը այդպես է արտահայտվել։ Ես պետք է դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից խոսեմ Թուլսա Գաբրդի մասին, իսկ ծրագիրը հովանավորում է Prime Med Pharmacy հովանավորում է ծրագիրը։ Prime Med Pharmacy տեղատուն է Գլենոքս փողոցի վրա եւ Highland փողոցի ճիշտ հատման կետում է։ Տեղեր պիտի վերցնեք, այստեղ զանգահարեք։ Այս հեռախոսահամարը շատ հեշտ է 818 6 000 777։
կոչվում է հեռախոս ձեզ մոտ նշանակել։ Եթե կողջեք ձեր տեղատնից, իրենք ձեր տեղերը կբերեն ձեր տանը կհասցնեն եւ խոստանում են, որ ձեզ շատ կողմ պիտի պահեն։ Դոկտոր Գոր Բարսեղյանն եւ Մահտեսյանն են հովանավորում, երկուսն էլ ատամնաբուժներ են։ Որևէ հարց ունեք ատամի հետ, զանգ արեք այս հեռախոսահամարին, իրենց հետ խորհրդակցեք։ Եվ գտնում են Ալիվ եւ Գլենոքս փողոցի ճիշտ հատման կետում են գտնվում Ալիվ եւ Գլենոքս փողոցի հատման կետում, եթե ատամների հետ խնդրեմ ունեք, ատամները պիտի մաքրել տալ կամ պրոթեզ պիտի տեղադրեք, բոլոր այդ հարցերով այցելեք եւ ժամադրություն վերցրեք, կվերադառնա։ Որ տեսնում եք նախագահը նշանակել է Թուլսի Գաբարդ անունով, այսինքն Հովայի նահանգից է եւ ներկայացնի տան անդամ է եղել։ Իսկ այս տարի նախագահը նախարարներ էր որոշում եւ Department of National Intelligence, ուրեմն հետախուզության, ազգային հետախուզության նախարար որոշեց իրեն։ Հայերից շատ լավ է սա, Հայաստան է այցելել եւ քննադատում էր Ադրբեջանին, երբ որ ներկայացնի տան անդամ էր եւ այսպես երիտասարդ անձնավորություն է, ամենայն դեպս իրեն նախագահը նշանակել էր այդ աշխատանքին։ Եվ դեմ է ինքը, որ Ամերիկան գրում է ուրիշ երկրներ եւ մխրճվում է այդ պատերազմների մեջ։ Եվ ասել էր, որ այս պատկերացրեք, ինքը 18 այս հետախուզության կազմակերպությունները, ինչպես CIA-ն է, հետո երկու ուրիշ այսպես հետախուզության, որը կոչվում է National Security Agency եւ նաեւ Defense Intelligence Agency, այդ 18 հատ են, այս 3-ը ամենակարևոր, որ լրիվ Ամերիկայի լրտեսական սիստեմի ինքը բարձրագույն ղեկավարն է, այս կինը եկել էր եւ վիդեո է, որ քիչ հիմա ուզում եմ ցույց տալ եւ նախապես մարտին ներկայացնի տան մեջ նաեւ ասել էր, որ Իրանը ատոմական ռումբ չունի։ Այժմ որևէ ռումբ չկա, եթե ուզի պատրաստի նաև մենք կանդրադառնանք, որ պատրաստում է 3 տարի, եթե մնայուն աշխատի 3 տարի կտևի, որ կարողանա ատոմական ռումբ ունենա։ Այսպես արտահայտվել էր եւ հունիսին նաև, սա հիմա անցնենք առաջ, որ դուք լսեք, տեսնեք հունիսի 10-ին է. As we stand here today, closer to the brink of nuclear annihilation than ever before, political elite and warmongers are carelessly fomenting fear and tensions between nuclear powers. And perhaps it's because they are confident that they will have access to nuclear shelters for themselves and for their families that regular people won't have access to. So it's up to us, the people, to speak up and demand an end. Այստեղ լսում եք, որ ասում է, որ նրանք, որ պատերազմ են փնտրում, մարդիկ կան, ասում է, որ ցանկություն ունեն Ամերիկան պատերազմի գնա, այսպես տեսնում եք իրեն, եւ նրանք խրախուսում են, որ մենք պատերազմի մեջ ընկնենք Իրանի հետ նաեւ, սա մարտի 25-ին էր, ինչ որ քիչ առաջ ես ասացի, ասել էր, որ Իրանը չունի ատոմական ռումբ, չունի, կարողությունը չունի, մինչև 3 տարի այդ ժամանակ կանդրադառնանք մենք, եթե այդ ուղղությամբ աշխատում է, եւ միայն նրանք, որ պատերազմ են սիրում, որովհետեւ իրենք կշահեն այդ պատերազմի անուղակի, ասում է, որ տարբեր կառավարական շրջանակներ կլինեն, մարդիկ կլինեն, այդպես քննադատում էր, որ խրախուսում են մենք մխրճում ենք պատերազմի մեջ։ Հիմա նախագահին երբ հարցրին, որ այսպես արտահայտվում է, նախագահը ասում է, որ ինքը սխալվում է, այստեղ տեսնում եք, նախագահն է, երբ իրեն ասացին, որ դրա համար իրեն չեզոքացրել էին այս կնոջը, քիչ առաջ ցույց տվող ովքեր են իրեն միշտ խորհուրդ տալիս, 5 ուրիշներ էին, որ խորհուրդ են տալիս, եւ այստեղ տեսնում եք
այսպես նախագահ ասում է, որովհետև թվում է այդ ճնշումները այնպես է եղել, որ ինքը նաև որոշել է թեև Ուկրաինայի պատերազմից հետ դարձավ, չմասնակցեց, որովհետև ասում էր մեր պատերազմ չի, հիմա հանկարծ ցանկություն ունի գնա եւ հարձակվի ռմբակոծի Իրանը։ Այսպես տեսնում եք Թուլսի Գաբարդ ասացի Հայաստան այցելող անձնավորություն է եղել, հայության շատ ծանոթ է, միշտ քննադատում էր Ադրբեջանին, որ հայության հետ այսպես պատերազմի մեջ է մտել, դժվարկացության մեջ է դրել հայերին։ Ես մի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից պետք է խոսեմ ICE immigration-ի այդ ոստիկանությունը Գլենդելում նաև այս շաբաթկային եւ Լոս Անջելեսի շրջանում ծրագիրը հովանավորում է M&M Liquor հովանավորում է ծրագիրը M&M Liquor գտնում է Գլենոքս փողոցի վրա 1951 West Գլենոքս փողոց EBT քարտ են ընդունում նպարատուն է նաև խմիչք են վաճառում եթե որևէ առևտուր անեք $30 եւ ավելի 10% զեղ չեք ստանալու Ծրագիրը հովանավորում է Մարգանյան փաստաբանական գրասենյակն հովանավորում։ Եթե մի բնակարան եք վարձը պետք է բնակելի լինի։ Եթե մրջուն կա, միջատ կա, շկաֆ բացում եք, լիքը միջատները գնում գալիս են, մուկ կա ձեր տանը, զանգարեք, այդպես չպիտի լինի։ Ձեզ պիտի հատուցում տանք։ Դուք ոչինչ չեք վճարում, մինչև փաստաբանը կարողանա հատուցումն ստանա, հետո իրեն կվճարեք, կվերադառնա։ 1951 Գլենոքս փողոցի վրա է գտնվում M&M Liquor եւ Market նպարատունը։ Այստեղից կարող եք ձեռք բերել ոչ միայն բազմատեսակ խմիչքներ, այլ կարող եք գնել նաեւ որակյալ ուտելիքներ, հացաբուլկեղենից սկսած մինչեւ ձեզ անհրաժեշտ բոլոր տեսակի ուտեստներ։ Խանութն ընդունում է նաեւ EBT քարտ։ M&M Liquor եւ Market Գլենոքս եւ Elm փողոցների խաչմերուկ։ Եթե դուք ունեցել եք ավտովթար կամ ստացել եք վնասվածք խանութում, ռեստորանում, աշխատավայրում կամ վարձով բնակվող տարածքում, կարող եք ունենալ փոխհատուցման իրավունք։ Տարածքի սեփականատերերը օրենքով պարտավոր են ապահովել անվտանգություն։ Զանգահարեք մեր իրավաբանական գրասենյակ։ Մենք կպայքարենք, որպեսզի ստանաք այն փոխհատուցումը եւ բժշկական օգնությունը, որին արժանի եք։ Դուք վճարում եք միայն այն դեպքում, եթե հաղթենք։ Զանգահարեք էկրանի հեռախոսահամարով։ Immigration-ի ոստիկանները գալիս են եւ ձերբակալում են անձիկ։ Դրանց մեջ նաեւ Գլենդել եկան եւ մեկ քարվաշ, կլասիկ քարվաշում գնացին, անգամ աշխատողներից մեկին ձերբակալել են ու բանից դուրս եկավ հայ է, հետո իրեն ազատ արձակեցին, որտեղ green card ուներ, ազատ թողին իրեն։ Բայց գնում են ամեն տարած գնում են եւ դրանց մեջ նաեւ մեկ ստադիոն որ այստեղ Dodger Stadium-ն է, գնացին այնտեղ, բայց թույլ չտվին իրենց, որ մտնեն այնտեղ։ Մի բան որ ուզում եմ հիշեցնեմ, եթե դուք միտեղ բնակարանի մեջ եք, դուք ստիպված չեք դուռը բացեք, եթե immigration-ի ոստիկան է գալիս դուռը թակում։ Սովորական ոստիկանը դուռը թակում է, դուռը պիտի բացել սովորաբար։ Տեսնեն ինչ է պատճառը կամ դուք կանչնեք ուրիշ է բնականաբար կբացեք բայց immigration-ի ոստիկանի համար դուք ստիպված չեք դուռը բացել անկախ օրինական եք օրինական չեք անձը կարող է այդտեղ մնա եւ իրենք ներս չեն գալու ես հիմա ուզում եմ այստեղ ցույց տալ այդտեղ որ ինչ որ Home Depot գնացել էին այստեղ Carwash-ն է ինչ որ քիչ անցավ հիմա տարբեր տարածքներ գնում են, սա Dodger Stadium-ն է ինչ որ գնացել են, այստեղ տեսնում եք Los Angeles Dodgers այս թիմը ասում են, որ իրենք ուզեցել են, որ ներս մտնեն մեր լաթի մեջ, մենք թույլ չենք տվել, որ իրենք մտնեն մեր տարածքի մեջ ոստիկանությունը, տեսնում եք այսպես։ Եվ Homeland Security-ն ասում է մենք այնտեղ գնացել էինք ոչ թե ստադիումի մեջ գնայինք, այլ գործ ունեինք կամ մի բան հրաման էին տվել, այդտեղ պետք է լինեինք
կապ չուներ ձերբակալելու, այսպես տեսնում եք այդ վաներով գնացել էին այնտեղ, սա բողոքողներն են նաև որ դուրս էին եկել ցույցեր կատարելու, երբ որ իրենք եկել էին։ Ես ուզում եմ շարունակել խոսել Spectrum մեծ ընկերությունը, Spectrum ամենամեծ ընկերություններից մեկն է այս երկրի, որ դուք հեռուստացույցին ինչ-որ ինձ նայում եք, Spectrum-ի միջոցով եք նայում, եթե նրանք որ անթենայով են նայում ուրիշ է, եթե այս տարածքում այստեղ է կամ գիտեք հարավային Կալիֆոռնիայում որտեղ կա Spectrum-ի միջոցով է ինչ-որ ինձ հիմա ինձ տեսնում եք։ Այս մեծ ընկերությունը ունի հիմա խնդրեմ, որ գողերը գնում են եւ իրենց այդ լարերը կտրում են, տեսեք այս լարերն է, հետո տանում են վաճառում են, այս լարերը վաճառում են, բայց մարդկանց վնաս է լինում, որովհետեւ չեն կարողանում ծրագիրները հետևեն, երբ որ լարերը կտրված է, այսպես տեսնում եք, սա մեծ մասամբ պատահելներ Long Beach եւ Signal Hills տարածքում էր պատահել։ Հիմա իրենք ասում են 25000 մենք նվեր ունենք, նրանք որ կարող են օգնեն եւ մեզ ասեն, որ այս գողերը ովքեր են, նվեր կտան 25000։ Ես ուզում եմ հիմա խոսել, եթե տեսանյութը տեսնեք հիմա, տեսեք սա Կանադայում տեղի ունեցող է իրենց հեռուստացույց հողաշերտը շարժվում է, այսպես ինչ տեսնում եք, որովհետև միշտ ջուր է ծորում, գիտեք, սարերից եւ թուլանում է այդ տարածքը, թուլանում է Rockfall կամ այդ մեծ ժայռերը ցած են իջնում, Alberta, Canada, մեր հյուսիսում, Calgary տեսնում եք այդտեղ երկու հոգի առնվազն մահացել են 48 մետր կամ 160 ֆիտ լայնք ունի այդ ջուր, այսինքն հողաշերտը որ եկել է, պատկերացրեք 48 մետր լայնքով 9 մետր խորքը քանդվել է, ամեն ինչը վերել է 30 ֆիտ խորքից հողը իջել է։ Ջուրի պատճառով որ ասացի այս ժայռերի միջից անցնում է, ջուրը վերջ-վերջո թուլացնում է ժայռը եւ երբեմն մեկ այսպես հողաշերտը շարժվում է, այնտեղ մարդիկ կան, որ վիդեոում երևի տեսակ տեսնում են հողաշերտը փախչում են ոմանք, տեսեք սարի վրա են, բայց իրենց մասը չի, այլ դիմացն է, կարողանում են փախուստ տան, բայց ոմանք առիթը չունեցան, որ փախնեն դժբախտաբար այդտեղից։ Հիմա ես ուզում եմ խոսել նաև մեկ կնոջ մասին, որ այս շաբաթ դատավարություններ իրեն տեղի ունենում, իր boyfriend-ին սպանել էր, եթե անցնենք առաջ, այստեղ տեսնում եք այս Karen Reed անունով էր, որ երբ հարցնում են, օրինակ սա մեկ ջուրիներից մեկն էր, որ ասում է 12 ջուրիներից մեկը ես էի 7-ը, որտեղ կին են եղել 5 տղամարդ, մենք ասում ենք Karen Reed-ը անմեղ համարեցինք, իր փոլիս էր, իր boyfriend-ը կամ ընկերը փոլիս էր, որը սպանել է, երկուսը խմիչք շատ օգտագործում են, բայց այս կին ասում է ես կարծում էի նախապես որ մեղավոր է, բայց հետո անդրադարձա որ փոլիս ուզում է սրան մեղավոր հանի, այսինքն այս կնոջը։ Գիտեք 1994 թվիներ նայել O.J. Simpson-ի այնպես սա իր boyfriend փոլիսն է, որտեղ դեպքը պատահել Մասաչուսեթ նահանգում է պատահել, նաև այսպես եղավ այս փաստաբանները երբեմն կարողանում են միծև հավատք, այսինքն ջուրին հավատացնել, որ փոլիսը set-up է արել կամ հատկապես մի վիճակ է ստեղծել, որ մեկին պատժի, որովհետև ամուսին boyfriend-ը ինչ որ փոլիս էր, ուրեմն փոլիսը
այդպես է արել, որ սա անպայման մեղավոր լինի այդ մահվան համար։ Երկուսն էլ այդ օրը, որ դեպքը պատահում է, շատ խմիշք են օգտագործած լինում, հետո այս կինը վրայից անցնում է, գնում է ու մնում է այդ ծան մեջ եւ վիրավորված եւ ծան մեջ մնացած այդ իր boyfriend police-ը մահացել էր։ Ես հիմա ուզում եմ խոսեմ հարցակվում են քաղաքագետների վրա, այսպես ես ես օրինակը բերի, որ Մինեսոտայում այնտեղ գիտեք ներկայացնի ամեն նահանգ ներկայացնի տան անդամներ ունի, սենեթորներ ունի։ Ուրեմն մեկ անձ, որ ինքը security է, company ունի, security company ունի, ուրեմն հագնվում է լրիվ զինվորական հագուստ հագնում է, ոստիկանի այսինքն հագուստ է հագնում եւ իր դեմքը ծածկելու համար մի այսպես դիմակ է դնում բաց, այսինքն կարողանում է տեսնել, բայց դիմակ է դնում, որպես չկարողանան ծանրանչեն, գնում է մի քանի այսպես օրենսդիր մարմնի դուռը թակում է եւ ասում է պոլիցիան անմիջապես բացեք։ Մեկը դուռը բացում է, մյուսը դուռը չի բացում։ Դրան հետևից նաեւ կրակում է։ Այսպես վիճակ է, որ ես հիմա ուզում եմ ցույց տալ ինչ որ տեսնում եք դիմակ է դրած այսպես է երևում, ուրեմն սպանում է օրենսդիր մարմնի։ Հիմա ուրիշներ նաեւ կարծեք բոլորը պարկացած են։ Այս ում որ տեսնում եք այս երիտասարդը նաև 25 տարեկան է, գնում է Մեմֆիս, որ գողանա կամ սպանի Մեմֆիսի քաղաքապետին, բայց որտեվ այս վերջին ժամանակների նման դեպքեր է պատահել, այդ տեսնում եք այստեղ ուրեմն ծերնոցը վերցնում, մեկ թոք վերցնում է, duct tape վերցնում է եւ taser վերցնում է հետը տանում է, որ ձերբակալի սպանի ինչ որ պիտի անի Paul Young Memphis Tennessee-ում եւ սա փաստաբանն է, այդ տղայի փաստաբանն է, ասում է երիտասարդություն արը, չի ուզեցել սպանել եւ այլն այսպես։ Իսկ այդ քաղաքապետը այդ քաղաքի Օհայոում նաեւ մեկ ուրիշը գնում է այնտեղ, ասում է ես սարսափահար եղա, երբ որ տեսնում եք սա մեկ ուրիշ ներկայացնի տան անդամ է, որ հրյա է, մեկը գալիս է իրեն վախեցնելու։ Սա մեկ ուրիշ ներկայացնի տան անդամ է, որ բացատրում է ինչպես դժվարության մեջ են եւ դեմոկրատների ղեկավարն եք տեսնում, որ ասում է մենք յուրահատուկ ապահովություն պետք է կերտենք, որպեսզի վտանգի մեջ չլինեն։ Նորից տեսնում եք այստեղ այս տղան պատից մերի տանը պատը բարձրանում է, մտնում է իր տարածքը, այսինքն իր բակն է մտնում, որպեսզի քաղաքապետին կրակի սպանի կամ ինչ որ որոշել էր, դուռը թակում է, երբ չեն բացում, որովհետև տեսնում է այս քաղաքապետն ասում է նայինք, տեսանք, որ այնտեղ կամերա դրված է լինում, ասում է չեմ ճանաչում, ring doorbell ունեն, պատկերը չեմ ճանաչում, անծանոթ տղա է, ուրեմն չի բացում դուռը։ Թեյզեր տարեն է, թեյզերը այդ ատրճանակն է, որ անզգա դարձնի անձին եւ այսպես քաղաքապետի փնտրում էր քաղաքապետին, ասացի ամեն ինչ պատրաստվել էր իր հետ տարերն էր, սա քաղաքապետն է իր ընտանիքի հետ, որ կես գիշերին դուռը չի բացում ամենայն դեպս ասացի մտնում է իր տարածքը, հետո գնում է տան դուռն է թակում։ Սա մեկ ներկայացնի տան անդամ է, որ իրեն մեկ մեքենա գալիս է, այս տղամարդը գալիս է կողքին եւ սկսում է իրեն հայհոյել, ինքը վախեցած է լինում ներկայացնի տան անդամը, որ հետո ձերբակալում են։ Սրանք ում որ տեսնում եք քիչ առաջ ասացի Մինեսոտայի ներկայացնի տան խոսնակն այս կինը ցախում տեսնում եք իր ամուսնու հետ, որ այն անձը, որ ինչ որ դիմակ էր դրել Մինեսոտայի տեսնում եք այսպես կրակում եւ դրան հետևից կրակը բաց է անում եւ
սպանում է երկուսին։ Սա մեկ ուրիշ սենեթերը իր կնոջ հետ նրանց նաև կրակում է, վիրավորում է, անգամ այդ շանը կրակում է, շանը վերացնում են, որտեղ այնքան վնաս է հասել։ Այդ սենեթերի թոքը կամ վնաս է հասնում եւ իր դուստրը աշխատում է դուռը փակի ու 911 է կանչում, երկու իր ծնողները վայր են ընկնում, այսպես տեսնում եք իրենց աղջկա հետ, որը կարողանում է իրենց փրկի։ Այսպես է, բոլորը բարկացած են, այս երկրում հիմա բոլորը բարկացած են, վտանգավոր վիճակ է դարձել եւ դուք եթե բարկանում եք մտածեք ինչ է պատճառը որ բարկացած եք, կարող է ձեզ դա մտածելով հանգստացնեք ձեզ։ Ես պիտի դադարեցնեմ, երբ վերադառնամ դադարից Մոհամմադ Խալիլի մասին պիտի խոսեմ, դրանից հետո պետք է ծրագիրը հովանավորում է, Քարավան ռեստորանն է հովանավորում ծրագիրը։ Իրենք ճաշ ունեն, եթե ցանկություն ունեք ճաշելու կամ ընտրելու, այցելեք Քարավան ռեստորան։ Քարավան ռեստորան գտնվում է Գլենոքս փողոցի վրա է գտնվում, շատ մոտ է Grand View փողոցի հատման կետին շատ մոտ է։ Այսպես տեսնում եք 1108 West Glennox փողոց։ Ծրագիրը հովանավորում է Hollywood Piano-ն հովանավորում է ծրագիրը։ Hollywood Piano-ն 449 South Arroyo Parkway Pasadena-ում ամենախոշոր դաշնամուրի խանութն է Ամերիկայում։ Եթե որևէ գույն դաշնամուր ցանկություն ունեք, փոքր, մեծ, գնել կամ վարձելու, այցելեք այս Hollywood Piano-ն 1928 թվականից Hollywood Piano-ն աշխատում է, ուրեմն դաշնամուրի մասին բավական գաղափար ունեն ձեզ օգնելու ճիշտ դաշնամուրը ընտրելու համար կվերադառնա։ 1108 West Glennox փողոցի վրա Grand View փողոցի արևանությամբ գործում է Քարավան ընտանեկան ռեստորանը։ Իր գործունեության 25 տարիների ընթացքում նա արժանացել է հաճախորդների բարձր գնահատականին։ Քարավան ռեստորանի տնօրինությունը առաջարկում եւ հրավիրում է բոլորին։ Երբ Իսրայելը արձակվել էր Գազայի վրա, Ամերիկայի մեջ համալսարաններում մեծ ցույցեր տեղի ունեցավ։ Ամենախոշորը Կոլումբիա համալսարանում եւ այդտեղ Մոհամմադ Խալիլ անունով մի երիտասարդ, որ green card ունի, ամուսնացած է, երեխա ունի, այսինքն երբ ձերբակալին երեխա ունեցավ, կինը հղի էր, երբ իրեն ձերբակալեցին, ուրեմն տարին Լուիզիանա, այսպես նախ Նյու Յորքում, Կոլումբիա համալսարանը Նյու Յորքում է, Նյու Ջերսի տարին, հետո տարին Լուիզիանա այնտեղ էր, մինչև դատավոր այս դատը նայեց ու ասաց, որ պետք է այդ տղային ազատ արձակեք, որովհետև ցույցերը այս երկրում ազատ է աշակերտությունը, համալսարանի աշակերտը դուրս կա ցույցեր անելու համար եւ որևէ վնաս չի հասցրել եւ շատ անսովոր է որ այսպես կառավարությունը հրաման տա եւ ձերբակալեն անձնավորությանը, որ ես ուզում եմ ցույց տամ ձեզ այստեղ, երբ այդ երիտասարդին հիմա տեսնում եք ձերբակալեցին նախ տարին, որ ցտիկանությունը տարեն էր եւ 105 օր բանդում էր այս երիտասարդը եւ Լուիզիանա ասացի տարեն էին եւ հիմա իրեն ազատ են արձակել, որովհետև օրինական green card ունի, այստեղ ապրում է եւ տեսնում եք այստեղ ջաջը ուրեմն ասում է bail թողնի եւ ազատ արձակեն, որ եթե կառավարությունը եթե պատժում է, որովհետև Պաղեստինյան կողմն է պաշտպանում, դա ուրեմն համարում է, որ եթե հարկավոր է նորից վերադառնան դատարան եւ դեմ կառավարության այդ կառավարության փաստաբանին, որ եթե ազատ արձակեք այս երկրից կփախչի, դրան նաև դեմ դուրս եկավ, ասաց այստեղ կին ունի երեխա ունի,
անիմաստ է, մեկ բեյլ նշանակեց ու իրեն ազատեց, այստեղ տեսնում եք իր կնոջը եւ երեխային նորածին երեխային։ Հիմա ասում ենք ինն ասում, որ մենք վերջ-վերջո կարող ենք շնչել, որովհետեւ իր ամուսինը Մոհամեդից վերադառնում է տուն, ասացի Լուիզիանայում է ու վերադառնում է տուն։ Ես հիմա ուզում եմ խոսել այնինչ որ այս երկրում այս երկրում տարբեր նահանգներ, տարբեր վիճակի մեջ։ Այդ վիճակը այսպեսին է, որ որոշ նահանգներ, գիտեք ամեն նահանգ ինչ որ հավաքում է, գումար է հավաքում, հանձնում է կառավարությանը, այստեղ գումարներ երբ որ դուք տալիս եք, tax եք վճարում եւ այլն, federal government-ին tax եք վճարում, ուրեմն գնում է կառավարությանը։ Նաև նահանգին եք իհարկե հարկեր վճարում։ Իսկ այդ ինչ որ կառավարությունը, կենտրոնական կառավարություն տարբեր առիթներով գումար, օրինակ Կալիֆոռնիայից հավաքվում է, հետո մի մասը հետ են ղրկում նահանգի։ Հիմա այստեղ տարօրինակ ձև կա այս երկրում, որ 13 նահանգներ այն որ հանձնում են կառավարությանը եւ կառավարությունը իրենց հետ է վճարում, ավել են վճարում, քան թե ինչ ստանում են։ Այն նահանգները, որ առավել վճարում են, կապույտով տեսնում եք դեմոկրատական նահանգներն են։ Ընդամենը 3 նահանգ կա, որ ինչ գումար նահանգը հավաքում է եւ հանձնում է, այսինքն այստեղ տեսնում եք, սրանք այն նահանգներն են, որ կապույտով, այսինքն դեմոկրատական են, կարմիր ռեփաբլիկան են։ Ուրեմն ինչ որ այս federal government-ին մարդիկ հարկ են տալիս, ուրիշ հարցերով կենտրոնական կառավարության գումար է վճարվում, կենտրոնական կառավարությունը հետո այդ գումարից մի մասը վերադարձնում է նահանգին։ Ուրեմն Մասաչուսեթը ինչ որ ղրկում է մարդագլուխ է սա, ինչ որ ղրկում է Մասաչուսեթից այդ գումարը ինչ որ կնում է կենտրոնական կառավարության մարդիկ որ ապրում են Մասաչուսեթից, երբ վերադարձում են, տեսնում ենք 4800, ուրեմն Մասաչուսեթի բնակչությունը գումարը տվեն է կենտրոնական կառավարության առավել տվեն է, քան թե ինչ հետ են վերադարձ։ Նույնպես Նյու Ջերսին ավել է վճարել, Վաշինգտոն այդպես է եւ Կալիֆոռնիան։ Կալիֆոռնիան 4-րդ նահանգն է, որ ինչ որ մենք կենտրոնական կառավարության տալիս ենք, ինքը ավել քիչ է վերադարձնում։ Ուրեմն 3200 մենք ավել ենք վճարում։ Եվ ուրիշ նահանգներ, որ ավել են վճարում, Յութա Republican նահանգը 1400 ավել է վճարում, Wyoming Republican-ը 1300, ուրեմն ինչ որ Wyoming-ում կառավարության գումար է վճարվել, հետո կառավարությունը գումար է վերադարձնում, ուրեմն $1300 ավել մնում է կառավարության մոտ։ Իսկ 37 ուրիշ նահանգներ այդպես չի, ավել քիչ գումար են ուղարկում կառավարության, ավել շատ հետ են վերադառնում իրաց։ Օրինակ Նյու Մեքսիկոն, սա տեսնում եք այստեղ 3, տեսնում եք այստեղ 4, 5, 6 նահանգներ դեմոկրատական, այստեղ տեսնում եք եւ 10 այնտեղ կար, ամենայն դեպս ընդհանուր 17 նահանգներ դեմոկրատական են եւ ես ուզում եմ հիմա ցույց տալ, այստեղ տեսնում եք, օրինակ Ինդիանա նահանգում ինչ որ federal government-ին վճարում են 3300 federal government-ը իրենց առավել վերադարձնում է, տարբերությունը ինչ որ ղրկեն են եւ ինչ որ վերադարձեն է $3300 է, այստեղ տեսնում եք։ Եվ ահա այսպես տեսնում եք, մեծամասնություն Republican նահանգներն են, որ ավելի շատ գումար են ստանում, մի քանիսն էլ ասացի Republican դեմոկրատ նահանգներն են։ Ուրեմն ընդհանուր առմամբ կառավարության
օրինակ Կալիֆոռնիա, ես, դուք եւ նայն, ավել հարկ ենք վճարում, իսկ կառավարությունը մեզ ավել քիչ է վերադարձնում։ Ուրիշ նահանգներ կան, ինչ որ այս ցանկի մեջ է, դեմոկրատ կամ ռիփաբլիկան չի տարբերում։ Ավել այդ նահանգները մարդկանցից քիչ հարկ են վերցրել, դրա համար ստիպված են լինում իրենց ավել գումար ուղարկեն այն նահանգներից, որ ինչպես մեր նահանգի գումարը գնում է օգնելու ուրիշ նահանգի, ինչ որ այսպես տեսնում եք այստեղ։ Ես ուզում եմ շարունակել հիմա խոսել վարձակալների մասին եւ գնելու մասին։ Շատեր մանավանդ երիտասարդներ ցանկություն են բնակարան գնելու, բայց հիմա այնքան ամեն տեղ թանկացել է, որ հնարավորությունը գնելու շատ դժվար է։ Ամերիկայի միջինը քիչ հետո կտեսնեք միջին բնակարանի կինը հիմա 100,000 ավելի շատ է, քան թե 2020 թիվ։ Դա 25%-ով գերազանցում է գինը այդքան բարձրացել։ Ես հիմա այստեղ ուզում եմ ձեզ ցույց տալ, տարբեր քաղաքներ եք տեսնում, սա ասացի միջին է, Կալիֆոռնիայում շատ ավել բարձրացել այս վերջին 5 տարվա ընթացքին։ Եվ տեսնում եք մեծամասնություն գրված է for rent, այս երիտասարդ ամուսինները փորձում էին գնեին, չէին կարողանում։ Ինչ ամեն տարի անցնում է, գինն էլ բարձրանում է։ Տոկոսը հիմա 6.86 է դարձել, եթե բնակարան եք գնում, ուզում եք բանկից տոկոս վերցեք, միջին, եթե լավ կրեդիտ ունեք, 6.86 է։ 2025 թվին միջին Ամերիկայի, եթե Կալիֆոռնիայի 1 միլիոն է միջին գինը, այսինքն մեր շրջանի այս հարավային Կալիֆոռնիայի $416,900 է բնակարանի միջին գինը այս տարի։ Իսկ մի քանի տարի առաջ այդպես չէր։ 203 suburb-ում տեսնում եք այդտեղ մեծամասնությունը մարդիկ, այսինքն վարձակալ են, ինչքան թե բնակարան գնող մեծ քաղաքների շրջապատում։ Եվ 15-ը ընդամենը իրենց ռենտի գինը 2 անգամ բարձրացել է 2018-ից մինչև 2023, վարձը 2 անգամ, այսինքն մարդիկ, որ վարձում են 2 անգամ բարձրացել է, ավել են վարձողների թիվը շատ բարձրացել է։ Ամենայն դեպս ինչ որ ցույց տվի 100,000-ով ավել գերազանցում է միջին գինը հիմա, քան թե 2020 թիվ։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից, մեկ անձնավորություն աշխատում էր նախկին ընկերուհուներին սպանի, դրան անդրադառնամ եւ հետո այս չարազեղենի մասին խոսեմ, իսկ ծրագիրը հովանավորում է Երևան Shipping հովանավորում է ծրագիրը։ Երևան Shipping ցեզ է առաջարկում գումար պիտի Հայաստան ղրկեք, 1% են պահանջում ընդամենը։ Դուք իրենց վճարում եք, անմիջապես ձեր ազգականը կստանա, $100 ղրկեք, $1 եք տալիս, $500, $5, ուրիշ տեղ 3.5-ից 5% են պահանջում։ Տեսնում եք շատ հեշտ է այստեղից ղրկել։ Իսկ ծանրոց եթե ունեք ղրկելու, կարող եք նավով ղրկել, բայց երևի ավել հարմար կլինի նավով 3 ամիս տևում է, օդանավով իրենք ծանրոց ղրկում են ընդամենը $2.99, pound-ը $2.99 է օդանավով ղրկում եք։ Եվ նաև եթե դուք ուզում եք տեղափոխվել Հայաստան գնալ, կամ մեծ կահկարասիկ ունեք, ուզում եք ղրկել ձեր ազգականներին, իրենց հանձնեք։ Խիստ գինը զեղծված է, անպայման հանձնեք Նորթ Հոլիվուդում, Լանկեշին փողոցի վրա են գտնվում, Գլենդելում, Փալմեր փողոցի վրա են գտնվում, կվերադառնա։ Ես ուրբաթ օր մասամբ խոսեցի այս Իրան-Իսրայել պատերազմը թվում է, որ մեզ մեծ վնաս է հասնելու։ Իրանում գտնվող հայերը երևի մի տեսակի 45 տարի այս ռեժիմը գոյություն ունի, խիստ ճնշումի տակ են եղել գումարային եւ այլ դժվարություններ
ինչ որ Իրանում գոյություն ունի, իհարկե բոլոր իրանցիների համար գոյություն ուներ, նաև հայերի համար խնդիրներ ստեղծվեց այս ռեժիմի ներքո։ Իսկ մի դժվար կացություն, որ հիմա գոյություն ունի, Ադրբեջանը ճնշում է բանացնում, որովհետև ասում է, որ պատերազմում իրենք 2020 թվին հաղթել են եւ խոստում են ստացել, որ այստեղ անցք կբացեն, սա Ադրբեջանն է, սա Նախիջևանն է, տեսնում եք, որ պատկանում է Ադրբեջանին, ու սա Հայաստանն է, այս արանքում Հայաստանն է, սա Զանգեզուրն է, կամ Սյունիքն է, այս տարածքը, որ Գարեգին Նժդեն կարողացավ պահել, պաշտպանել, որ Հայաստանը դեպի հարավ ճանապարհ ունենա, դեպի տաք ջրեր, այսպես, ճանապարհ ունենա։ Իսկ այս անցքը, ինչ որ Ադրբեջանը պահանջում է, այստեղ պիտի տեղի ունենա, որը այս տարածքը մոտարապես պատկերացրեք, մոտարապես 43 կիլոմետր է, շատ նեղ տարածք է, 43 կիլոմետր մի փոքր տարածք է ամենայն դեպս երկրի համար, եւ եթե այս անցքը ունենա Ադրբեջանը, կարող է մենք խնդրեմ ունենանք, որ միանանք Իրանին։ Հիմա ովքեր են համաձայն, որ այս անցքը լինի։ Բնականաբար Ադրբեջանը, քիչ հետո ցույց կտամ, Թուրքիան նաև համաձայն է, որ այստեղ տարածք բացվի, որ տեսնեք ինչու տարածքը բացվի, Թուրքիան նաև շահելու է, եւ նաև համաձայն է սրան Ռուսաստանը, որ պահանջում է Հայաստանին, որ այս տարածքը բացառեք, որ ռուսները, որ Ադրբեջանը Նախիջևանին կարողանա միանա։ Ով է դեմ։ Մենք, եթե ռուսն էլ նաև համաձայն է, Ամերիկան մեզ չի կարող երբեք օգնի եւ ավել մոտիկ է Ադրբեջանին եւ Թուրքիային, քան դե մեզ Ամերիկան։ Դեմ է Իրանը եւ Ալի Աքբար վիլայաթի, որ Խամենեի յուրահատուկ խորհրդատուն է, կարճ ժամանակ ասած մենք փրկել ենք այս վիճակը, որ Ադրբեջանը վերցնելու էր այս տարածքը եւ մեր կապը կկտրվեր հյուսիսի հետ եւ Հայաստանը կանջատվեր մեզանից, ասեն էր մի քանի ժամանակ առաջ էր, որ Ալի Աքբար նախքան այս պատերազմը այդ ասեն էր, ասեն եթե մեր պատճառով չլիներ Ադրբեջանը այդ կռվի ժամանակ այս տարածքը վերցրել մենք սպառնացել էինք, որ չհամարձակվեք այս տարածքը մտնեք, այսպես է ասել։ Հիմա ուրիշ ով է համաձայն մեզ, այսինքն ցանկանում էր եւ Իրան հայերին, իշահ, Պարսկաստանի իշահ ասաց, որ օգնելու է, որ թույլ չտա այս անցքը վերցնել, որովհետև Հնդկաստանը այն հեռավորությունից Պարսկաստանի հետ կապի մեջ է, այս տարածքով նաև իրենք կապվել են միջերկրական ծով եւ այլն կապվել են, ինչ որ տեսնում եք։ Հիմա մի բան, որ ես այստեղ ուզում եմ ցույց տալ, այստեղ հիմա դուք չեք տեսնում, բայց Ռեզա Շահը Աթաթուրքը, գիտեք, խելացի էր, թուրքերը այս տեսակետից խելացի քաղաքագետներ են, եւ անկախ դրանից, որ մենք թուրքերին չենք ավանում, բայց իրենք որպես քաղաքագետ, politician, խելացի մարդիկ են եղել բոլորը։ Աթաթուրքը կարողանում է Ռեզա Շահին խաբի եւ նախապես այստեղ փոքրիկ, եթե մեծացնեն, այստեղ փոքրիկ անց կա, որ 30 կիլոմետր է ասացի, այդ որ Նախիջևանից դեպի Թուրքիա, այս արանք կա, այստեղ արանք կա, այսինքն Նախիջևանը միացած է Թուրքիային։ Այս փոքր արանքի համար Ռեզա Շահին տվին ավել մեծ տարածք Թուրքիայից Իրանին, այս փոքր տարածքը վերցրին, բայց այդ փոքր տարածքով Աթաթուրքի նպատակն է, որ այստեղից հետո կուլ տան Հայաստանը ու այստեղից միանան բոլոր այդ թուրք
նախ այսինքն հանրապետությունները ինչ որ սովետական այն ժամանակվա սովետական միության հարավային մասն է կազմում մինչև Չինաստան բոլորը թուրք մուսուլման ազգերն են դրա համար այստեղ մի փոքր 30 կիլոմետր անց կա Ադրբեջանից ահա այսպես Թուրքիա որ մեզ մեծ վնաս է մնում է այսպես եթե ոչ այստեղ եթե Ադրբեջանից ցանկություն ունեն գան Նախիջևան հիմա այստեղից եթե կան 43 կիլոմետր է եթե այստեղից ստիպված են կան 340 կիլոմետր հեռավորություն է այսինքն մեկ բիզնես կամ մարդ եթե պիտի մի բան բերի թրաքը բերի ու այդ թրակ պիտի հետ վերադառնա դուք պատկերացրեք 680 կիլոմետր բենզին պետք ունի աշխատող պետք ունի մարդը ժամ պետք ունի իսկ եթե անց կբացեն 68 ժամով կգնա 680-ը պատկերացրեք ներողություն 86 տարածքը կլինի 86 կիլոմետր իսկ եթե պետք է մտնի Պարսկաստան անցնի այնտեղ դառնալու է 680 կիլոմետր այդ մեծ տարբերություն ուներ այս փոքր արանքը մեզ երևի պիտի բերի իրեն վնասները հիմա մեզ հովանավորողը Իրանն էր նա ինքը պատերազմի մեջ է ընկել ինչ է պատահելու արդյոք կհամարձակվի Ադրբեջանը Թուրքիայի եւ մանավանդ Իսրայելն է ինչ որ օգնում է Ադրբեջանին որ մենք հաղթվեցինք Ղարաբաղում արդյոք իրենց կխրախուսեն որ դուք մտեք այս արանքը եւ գրավեն դա է իմ մտահոգությունը հույսով եմ ձեր մտահոգությունը լինի նաեւ այս բերումով ես հիմա ուզում եմ խոսել նաեւ սպանություն ինչ որ ցանկություն ուներ մեկ ընկերուհիներ որ այս մարդը ինչ որ տեսնում եք ինքը նաև ինժեները կրթված մարդ է իր կինը նաև տեղագործ է այսինքն իր ընկերուհին ծանոթանում է այս ընկերուհուն եւ նախքին ծրագրում են նախքին ընկերուհիներին սպանեն հիմա պատճառը դեռ հստակ չի ցերվակալն են այստեղ տեսնում եք տարբեր cyanide այսինքն թուն տանեն լցնեն եւ այդպես են անում այս կնոջը ինչ որ իր դեմքը ցույց չեն տալիս որտեղ վախեցած է ասում է մի տարի առաջ երկու անգամ ես այդ մարդին հանդիպել եմ սրան ինչ որ երկուսով ծրագրում են այդ տղամարդը եւ այդ կինը իր ընկերուին այս նախքին ընկերուն սպանեն եւ հիմա ասում է ահուսարսափի մեջ եմ որովհետեւ եկել էին այս տղամարդը այն կնոջ օգնությամբ cyanide, որովհետև տեղատուն էր գործում, կինը կարողանում է օգնի եւ մեքենայի մեջ են մտնում, իրեն ջրի աման է ունենում, երբ որ գնում է ջիմ է գնում, ջուր էր տանում, cyanide-ին այդ թունավոր տեղ էին լցնել եւ գազն են թողնում մեքենայի մեջ, որ խմի եւ այդ գազը շնչի ու մահանա Եվ ահա այսպես տեսնում եք տարօրինակ դեպք եւ կինը ասում է երբ մտա մեքենան զգում էի որ տարօրինակ բան է ջուրը մի քիչ բերան ներառեն թե շնչում էր թե այս միասին ծրագրերն էին եւ երկու նախկին ընկերուներին վերացնելու Եվ այսպես պոլիսը կարողանում է հետ կգտնի եւ այս երկուսին ձերբակալի ինչ որ տեսնում եք դատարանում են այս մեղավորները եւ 10 միլիոն բան բեյլ բանդ է դատավոր ասես սրանք վտանգավոր մարդիկ են պետք է 10 միլիոն բերեն որովհետեւ անպայման կարող է փախուստան ուրեմն այսպես տեսնում եք այս ինչ է կատարվում մարդիկ ինչ կարող են անել վտանգավոր աշխատանք ինչ որ կատարային Ես պիտի դադարվեցնեմ երբ վերադառնամ դադարից պետք է չարազեղենի մասին խոսեմ Կալիֆոռնիան տեսնեք 3 ոլորտում առնվազն առաջնահերթ տեղ ունի որ ինչ որ պիստաշիո
նուշը, բադամը եւ ընկույզը ղրկում է լրիվ Ամերիկա, իսկ ծրագիրը հովանավորում է Vivaldi venues եւ catering հովանավորում։ 3 սրահներ ունեն հարսանյաց, կնունք, նշանտրեք եւ հոգեհաց եթե պիտի տակ։ Նաեւ ամեն օր ճաշ են առաջարկում 5 հոգու համար $150 է, բայց ճաշի 5 հոգուց ավել մարդ կարող է ուտի եւ բավարարվի։ Ծրագիրը հովանավորում է Անդրե Ղարիբյան փաստաբանն է հովանավորում ծրագիրը, եթե հրդեհ է տեղ ունեցել ձեր տանը, եթե bankruptcy պիտի ֆայլ անեք, կամ accident ենք ունենում, այս հեռախոսը համարին զանգեք։ Դոկտոր Թավանսի հովանավորում է ծրագիրը, աչքի վիրահատող բժիշկ է, ագնոցի կարիք ունեք, աչքի վիրահատությունների կարիք ունեք, լենզ պիտի տեղադրեք, հեռախոսը համար տեսնում եք, զանգահարեք, ժամադրություն վերցրեք, կվերադառնա։ Անգլերեն ասվում է մարդիկ people may think we are nuts to live in California, այսինքն մարդիկ մտածում են մենք nuts-ը երկու միտք ունի, մեկ չարազեղենն է, մեկ էլ անխելք է, մենք անխելք ենք, որ Կալիֆորնիայում ապրում ենք, բայց Կալիֆորնիա ունի 4 nuts, 4 տեսակ, որից 3 տեսակը առաջին տեղն է գրավում, այսինքն Կալիֆորնիանը ինչ որ ղրկում է լրիվ Ամերիկայով, այդ որն են ընկույզը, այստեղ տեսնում եք պիստաշիոն կամ պիստակը եւ նաեւ բադամը, նուշ, այս 3-ը Կալիֆորնիան է ղրկում լրիվ Ամերիկայում, որտեղ որ տեսնում եք պատկերացրեք այստեղից ղրկվածն է։ Ես հիմա ուզում եմ ընդհանուր խոսել այս 3-ի, տեսնում եք այստեղ ընկույզի ծառն եք տեսնում, walnut-ը։ Մարդը տեսեք, եթե 6 ֆիտ է, բավական 6 ֆիտը երկար մարդ է, 1.80 սանտիմետր է, համեմատեք ծառը սովորաբար 30-ից 40 ֆիտ է լինում ընկույզի, որտեղ եւ մինչեւ հասնում է այս վիճակի 7-ից 10 տարի տևում է մինչեւ այս կարողանում է հասնել այս վիճակի անցնում եք առաջ եւ դուք տեսնեք հիմա ուրիշ ինչ ձեզ ասացի ծառի մասին ասացի օրինակ նուշի ծառը 20 ֆիտ է հասնում այսինքն պատկերացրեք կեսն է, ընկույզի ծառի կես բոյի է հասնում և 50 տարի մոտարապես նուշի ծառը մնում է միրգ է տալիս և ամեն տարի 50-ից 65 pounds կամ պատկերացրեք 30 կիլոյի չափ տալիս է և 30-ից 40 տարի նույն ծառը մնում է իսկ պիստաշիոյի ծառը կամ պիստակի պիստաշիոյի ծառը ի տարբերություն 4-ից 5 տարում հասնում է իր այսինքն միրգ է տալիս կամ պիստաշիո է տալիս 14 տարի ապրում է պիստաշիոյի ծառը 33-ից մինչև 83 pound պատկերացրեք մի բան 35 կիլո տարեկան պիստաշիո է տալիս և 100 տարի այդ պիստաշիոյի ծառը մնում է։ Հիմա տարածքը ինչքան Կալիֆորնիայում այս հարցով զբաղեցնում են 62% տարածքը 2024-ի նացի համար, այսինքն այս չարազեղենի համար 62% նուշի համար կամ բադամի համար է, հետո պիստաշիոյի համար 22% և ընկույզի համար 16% ուղղատարածք է զբաղեցրել այս երեքը, որ Կալիֆորնիայի ամենակարևոր չարազեղենի տարածքներն է։ Հիմա Կալիֆորնիայում մինչև 2021 ավել շատ ընկույզ էր, բերքը ավել շատ ընկույզ էին հավաքում և այստեղ տեսնում եք նախապես 2005 թվից մինչև 2021 թիվ
2021 թվից ավելի շատ այս նահանգը պիստաշիո կամ պիստակե այսինքն բերք ավել այդ է լինում, քան թե ընկույզից ավելի շատ է։ Իհարկե ասացի քիչ առաջ ես ցույց տվի, որ ամենաշատ այստեղ բերքը լինում է նուշի վրա։ Անցնում ենք առաջ։ Հիմա Կալիֆոռնիան հողագործության հետևանքով ինչ է արտադրում 8 բիլիոնից ավել տեսնում եք dairy products milk cotton է grape խաղողը 6.52 ուրեմն այս հողագործները ինչ են ղրկում բազար 6 բիլիոն 6.52 բիլիոն եւ այսպես անասնապահության համար գումարը 4.76 բիլիոն Կալիֆոռնիան վաճառում է 1000-ը lettuce 3.93 բիլիոն նուշը տեսնում եք այստեղ 5-րդ տեղն է կանգնած այսպես այսքան բերք ունի նուշը հետո պիստաշիոն տեսնում եք 2.98 բիլիոն որովհետև սա ավել թանկ է քան թե նուշը տեսնում եք սա ցույց տվի մոտարապես սրա 2.5 անգամ ավել շատ է բերքը բայց գինը որտեղ բարձր է այսպես է strawberries ելակը 2.97 պիստաշիոյի հավասար այս նահանգը strawberry ու պիստաշիոն համավասար են պամիդոր 2 բիլիոնից ավել վաճառվում է քարոթը կամ գազարը 1.67 բիլիոն եւ հավը տեսնում եք 1.2 բիլիոն վաճառքն է այստեղ անցնում ենք առաջ հիմա որտեղ է դինում այդ almond տեսնում եք այստեղ ուրեմն նուշը ինչ որ տեսնում եք այստեղ տեսեք 98% Ամերիկայի նուշի արտադրանքը Կալիֆոռնիայում է ուրիշ տեղ չկա մենակ Կալիֆոռնիա հիմա ինչ մուգ է գույնը ավել շատ այդտեղ է պատրաստում ուրեմն նուշը Kern County-ն է անմիջապես տեսնում եք Los Angeles County հյուսիսում եւ մյուսները տեսնում եք ահա այսպես է ուրեմն այդպես է գույնով տեսնում եք 10% այնտեղ որ գույնը ավել բաց է 10-ից 20% ավել մուգ այն վերևում տեսնում եք 20-ից 30% եւ ամենաշատ 30%-ից ավել այս երկու կենտրոնում է նուշը հիմա այստեղ Կալիֆոռնիայի այս հողագործության ինչ են դուրս ուղարկում ես միջեմ ասացի ինչ է պատահում Ամերիկայում ամենաշատ Կալիֆոռնիայի դուրսը այնինչ որ հողագործության վերաբերող վաճառում է աշխարհին, այստեղ տեսնում եք 4 բիլիոնից 4 բիլիոն 658 միլիոն 2020-ին էր վաճառում նուշ ավել շատ կաթ Կալիֆոռնիան նաև կաթ է վաճառում աշխարհին պիստաշիոն տեսնում եք 3-րդ տեղում է պիստակը 3-րդ տեղում է գինին 4-րդ տեղում է եւ ընկույզը 5-րդ տեղում է որ ուրիշ աշխարհի վաճառում 2020 հիմա նաեւ 2020 եք տեսնում ասամ նույն նոմերներն են եւ նույն տեղում մնում են ավել շատ մի քիչ ավել շատ են վաճառել այսպես տեսնում եք ինչ է երեք կարևորը տեսնում եք նուշը պիստաշիոն եւ այսպես հիմա ընկույզը դա պիստաշիոն է ընկույզը ինչ է շատ պատրաստում է ինչ մուգ է տեսնում եք այս կենտրոնում մուգ է այդտեղ են պատրաստում 90% Ամերիկայում ինչ ընկույզը պատրաստում այս մուգ տարածքներից է ինչ ավել մուգ է ավել շատ է պատրաստվում պիստաշիոն պիստակը տեսնում եք 98% պիստակը Ամերիկայի Կալիֆոռնիայից է գնում ամենակարևոր Kern County ճիշտ անմիջապես մեր հյուսիսում պիստաշիոն ամենից շատ այդտեղ է եւ տեսնում եք ավել մուգ է այսպես
նաև պատրաստում է, բայց ամենակարևորը մեր հարևանության պատրաստում այստեղ, որ սերմը պիստաշոյի սերմը բերված է Իրանից բերված է պիստաշոն։ Ամենաառաջի անգամ երբ որ բերել են փորձել են, սա իհարկե 1930-ական թվականներին եւ այդպես, բայց 1960-ից հետո այս պիստաշոն ավել ուշադրություն դարձրին այս նահանգում։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից շարունակեմ ծրագիրը, իսկ ծրագիրը հովանավորում է Court Furniture հովանավորում է ծրագիրը։ Եթե mattress պիտի գնեք, Court Furniture այցելեք։ 330 նոր Central եւ Մրթելի հատման կետում է։ Court Furniture Ամերիկայում մեկ խանութներ ունի, գրասեղան, սեղան, աթոռներ եւ mattress նոր mattress-ը գնում այստեղ այցելեք։ Rafi's Market հովանավորում է ծրագիրը։ Rafi's Market Բրբանքում է գտնվում Գլենդելի հարևանության, իրենք պատրաստի ճաշ ունեն, եթե դուք ժամանակ չունեք պատրաստելու կվերադառնա։ Հովայիում խիստ երկրաշարժը, գիտեք, եւ վոլկանո, այսպես հրաբուխային սարը, որը աշխարհի ամենամեծ կամ շատ կրկնվող հրաբուխն է տեղի ունենում, Հովայիում տեղի ունեցավ, որտեղ 100,000 ֆիտ, պատկերացրեք, 300 մետր բարձրունք բարձրացավ եւ կեսգիշերին 5 շաբթի գիշեր իհարկե եւ այդ սարը դեկտեմբերից մինչև հիմա 26 անգամ այսպես պայթուցիկ վիճակի մեջ է եղել այս սարը Հովայիում տեղի ունեցող։ Բարեբախտաբար մեկը զոհ չի գնացել։ Ես ուզում եմ հիմա նաև խոսել շնաձկի մասին, որ վերջից նյութն է դա է լինելու շնաձուկը սովորաբար այսպես չի, որ ուզում է մարդու վնասի։ Դուք գիտեք, որոշ տարածքներում մարդիկ գնում են շնաձուկի հետ լողում են, օվկիանոսի մեջ լողում են։ Երբեմն մի քանի պատճառ ունի, դա կլինի շնաձուկը, դա կլինի արջը, առյուծը եւ բոլորը, երկու պատճառ ունի։ Մեկ որ կենթանին, եթե ինքը իրեն վտանգի մեջ է տեսնում, որտեղ նա չգիտի դուք ինչ եք անելու, բայց ձեր շարժումները կարող է իրեն համար վտանգավոր լինի։ Դա այս օրինակը ինչ ուզում եմ ցույց տալ շնաձուկն է։ Եվ երկրորդ պատճառը կենթանին արձակվում է մարդու վրա, երբ որ ծակ ունի, եթե ուզում է շնաձուկը կլինի, առյուծը կլինի, գայլը կլինի, կատու կլինի, իրենց ծակին խիստ ուզում են պաշտպանեն եւ դրա համար է որ կրոկոդայլը, այսպես օրինակի համար նրանք որ Ֆլորիդա են գնում, օրինակ ես հիշում եմ որ Լուիզիանայում դժվար կացություն եղավ այնտեղ, ես գնացել էի հայերի տեսնեի իրենց վիճակը, տեսնեի Լուիզիանայում, սա 2005 թիվն էր, որ ջուրը մտավ քաղաքը եւ քանդեց ամեն ինչ իր ճանապարհին։ Ես ջրի մեջ էի, որ կարողանամ գնամ հայերի որոշ բնակարանները մնացել էր այդ ջրի մեջ, պետք է մտնեիր ջրի մեջ ու գնայիր։ Եվ ինձի այդ ժամանակ fire department-ը այնտեղ եւ police department-ը ինձ ասացին շուտ դուրս արի։ Պատճառը սա էր, որ տեսան, որ ծակը, այս կոկորդիլոսի ծակը ինձի շատ մոտենում է։ Եվ ասացին, եթե ծակը կա, ուրեմն մայրը մոտիկ է։ Որովհետև ծակ կա, կարող է մտածի դու ուզում ես վնասես կհարվածի։ Այսպես սա Լուիզիանայի, երբ որ ասացի, հեղեղ տեղի ունեցավ եւ այդ բոլոր ջուրը մտավ քաղաքը մեծ վնաս եղավ։ Հիմա ես ուզում եմ այստեղ ցույց տալ, որ տեսնում եք այս շնաձուկն է, մի երեխա այդտեղ լողում էր, այս շնաձուկը տեսնում եք մարդիկ իրեն շուրջն են, կարծում են որ իրեն վնասեն, այս երեխայի ձեռքն է, ինչ որ բռնում է, մայրն է, որ տեսնում է ձեռքը այսպես արտասվում է, որովհետև վնասվել էր երեխայի ձեռքը այստեղ 9 տարեկան էր այդ երեխան։
Այսպես տեսնում եք գեղեցիկ տարածք է Ֆլորիդայի որոշ տարածքներում գարդ չկա, այս աղջիկն է հետո փրկվեն է, այսպես ուրախությամբ գալիս է իրեն նվեր են տալիս Թամփայում General Hospital-ի մի ժամանակ այդտեղ էր, այսպես տեսնում եք, հետո իրեն ուրախացնում են։ Հիմա դա միակը չի, Shark Attack 12 տարեկան մեկ ուրիշ աղջկա, մեկ ուրիշ տարածքում հենց նույն Ֆլորիդայում, որտեղ կղզիներ կան Hilton Head Island, տեսնում եք մեկ ուրիշն է, որ վնաս է կրել, այսպես տեսնում եք հաճախ պատահում է։ Դրա համար է տեսնում եք սկզբից ցույց տվի այդ երեխային ձեռքը լավացել է, բժիշկները բացատրում են, որ լրիվ, որովհետև երիտասարդ է իր թևի կվերականգնի, ուժը կկանգնի եւ բոլորը։ Ուրեմն միշտ հիշեք, որ որևէ կենդանի, եթե ծակ ունի ուշադիր եղեք, շնացուկը, ասացի որոշ տեղերում վտանգավոր չի։ Պատճառը մարդիկ աշխարհով մեկ բոլորը վախենում են, որովհետև Steven Spielberg 26 տարեկանում մի ֆիլմ պատրաստել, ջազ կամ այս դունչը այդ կենթանու, այսպես շնացուկի ֆիլմ պատրաստեց եւ ոմանք ասում են մեծ վնաս հասցրեց հանրությանը, որը սկսեցին այդ տարիներում 1974 թվականին այդ ֆիլմը ցուցադրում էին, սկսեցին վերացնել շնացկերին, մեծ կորուստ եղավ շնացկերի այդ ժամանակ, որովհետև գնում էին, որսում էին այդ կենթանուն։ Ես մի դադար վերցնեմ եւ վերջավորությանը ցույց տամ այս ջազ ֆիլմից, որը 50-րդ տարեդարձն է ֆիլմի ստեղծմանը, ծրագիրը հովանավորում է Դոկտոր Էբրահիմի հովանավորում է ծրագիրը, եթե թաթի տակ թաթի վրա վերք է, եթե քայլում եք շնչասպառ եք լինում, զանգարեք այս հեռախոսը համարին։ Իրեն գրասենյակները գտնվում են Orange County, Commerce, Encino, Glendale, Glendale-ում 616 East Colorado։ Սոնաֆե տարածքների կենտրոնն է հովանավորում ծրագիրը, ձեր կարող եք գնաք այս տարածքների կենտրոնը իրենք բաս ունեն, մինիբաս ունեն, կտանեն եւ կվերադարձնեն եւ այնտեղ կարող եք խաղերի մասնակցեք, ձեր հասակակիցների հետ այդտեղ բիլիարդ են խաղում, ուրիշ թենիս են, այսինքն պինգ-պոնգ են խաղում եւ ուրիշ խաղեր, քարտերի խաղեր ունեն։ Անաշե գիֆտն է հովանավորում ծրագիրը, Անաշե գիֆտ ցեզ է առաջարկում այս սուրճ պատրաստելու ամանը տարատեսակ ունեն ապակիով է, ընդամենը իջեցրել են $9.99, Անաշե գիֆտ գտնում 1937 West Glenox փողոց կվերադառնա։ Եթե 1974 թվականին հանձնարարեցին Ստիվեն Սպիլբերգին, որ ինքը մի ֆիլմ պատրաստի այս շնացուկին վերաբերող, ընտրեցին Մասաչուսեթում մի քաղաք, որ այդտեղ տեղի ունենա ֆիլմը վերցնեն։ Ֆիլմը վերցրին մայիսից մինչև նոյեմբեր այդ տարվա ընթացքին 5 ամիս տևեց, մինչև այս ֆիլմը պատրաստեցին եւ Ստիվեն Սպիլբերգը մեծ հաջողություն ունեցավ, հարյուրավոր, միլիոնավոր դոլար այս ֆիլմը եւ մինչեւ հիմա երբեմն ցուցադրում են ջազ կամ այս դունչը այդ շնացուկի սա մեխանիկապես պատրաստեցին այս շնացուկը մեխանիկապես պատրաստեցին եւ ունեցան մեծ հաջողություն։ Ես ֆիլմից մի մասերը ուզում եմ ձեզ ցույց տալ, որ այսպես գնում է սա փոլիսն է այդտեղի այդ ժամանակ ֆիլմի մեջ իհարկե այսպես ժողովուրդ գնում էին այդտեղ Մասաչուսեթի այդ տարածքը եւ ֆիլմի մեջ տերեր ունեին ճանաչված, տեսնում եք ակտերն այդտեղ էր եւ այսպես տեսնում եք տեր մնում այդ քարերը շարերն էին ֆիլմի համար
ջազ ֆիլմն է իհարկե մի փոքր կտորն է ինչ որ ես ցույց եմ տալիս այստեղ մեկ ուրիշ ակտորը այդտեղ եւ սա լրագրող է այդ ֆիլմի մեջ քաղաքապետն է պոլիսի հետ խոսում է այսպես տեսնում եք այստեղ է որ այս պոլիսը վերջերաչով վերացնում է այդ մեծ վնաս էր հասցրել տասնյակ մարդու վնաս է տվել եւ ահա այսպես մահվան պատճառ էր եղել կարողանում է Universal Picture պատրաստել էր այս ֆիլմը այսպես տեսնում եք այդ քաղաքն է որտեղ մինչև հիմա գոյություն ունի քաղաքը իհարկե եւ ժողովուրդն է որ սարսա այս անձնավորությունը ում որ տեսնում եք այն ժամանակ երեխա էր հիմա իհարկե հասունացած մարդ է բայց հիմա անցնենք առաջ տեսնում եք ասում է ինձի բարձրացնում իջեցնում էին այդտեղ որպեսի ներքևից բարձրացնում իջեցնում էին այսինքն երեխաները վախեցեն այդ երեխան ինչ նաև ցույց էին տալիս հիմա հիմա դարձել է պոլիսը այս պոլիսը այն ժամանակ այդ ֆիլմի երեխան է որ այդ քաղաքի պոլիսն է դարձել այսինքն պոլիսի ղեկավարն է այստեղ էլ տեսնում եք այս ֆիլմի Steven Spielberg այդպես աֆիշը պատկերը սարքել էին այն ժամանակ տեղադրում էին երբ որ ֆիլմի համար ծրագիր եկավ իր ավարտին ձեզ կհանդիպեմ վաղը մի շնորհ հանդիպում